Ես հավաքել է իր շուրջ և իրանին մարդը, որը շատի լսում Աստծո խոսքը։ Մենք շատ հարցերով ենք զբաղված, ոգսերով, դժվարություններով, բայց երբ որ Հիսուսը Մարիամի և Մարթայի հետ գնացել է միասին, Մարթային ասեց. Մարթա, Մարթա, դու շատ բաների համար ես հոգ տանում, բայց քեզ մեկ բան է պատասխան։ Մենք շատ հարցերի մասին ենք մտածում, կարող է նաև մեր հոգևոր աշխարհում ունենանք շատ հարցեր, խնդիրներ։ Բայց Հիսուսը ասում է, որ դու շատ բաների մասին ես մտածում, հոգ տանում, քեզ պետք է որ լսես Աստծո ձայնը, լսես Աստծո խոսքը։ Նա կարողություն ունի և նա թափանցում է մարդու շուրջն ու ոգի մոտ, քննում է մարդու սրտի խորհուրդներն ու մտածմունքները։ Աստծո խոսքը այսօրություն ունի, բան կա, որ մենք չենք իմանում։ Դրա համար, երբ որ այս պաշտամունքները նրա համար է, որպեսզի մենք լսենք Աստծո խոսքը, մենք իմանանք նրա ճշմարտությունները։ Դրա համար ես ուզում եմ կարդալ երկրորդ Կորինթացիս 11-րդ գլխի հենց երկրորդ համարից, քանի որ այս օրերը խոսացվում է մտքի մասին, որպեսզի մենք Քրիստոսի միտք ունենանք։ Պողոս առաքյալը թուղթ է գրում Կորինթացիներին և ինչ ասում. «Պասնձի ձեզի հանդեպ աստվածային նախանձը ունիմ, պասնձի ես ձեզ էրկանն նշանեցի մաքուր հույսի պես Քրիստոսի առջև հանելով։ Միայն թե կվախնամ, որ ինչպես օձը Եվան խաբեց իր խորամանկությունով, նույնպես ալ ձեր մտքերը ապականին Քրիստոսի վրա եղած միամտությունից»։ Պողոս առաքյալը գրում է, որ դուք մաքուր եկել եք, այդ մաքրության օրինակ որպես բերում է որպես հույս, ես նշանել եմ, ինչ որ չի նշանել, նշանել է Քրիստոսի առջև, նշանել է Քրիստոսի հետ, բայց ասում մեջս վախ կա, որ ինչպես օձը Եվան խաբեց, նույնպես էր ձեր մտքերը ապականի Քրիստոսի վրա եղած միամտությունից։ Երբ որ մենք նոր էինք եկել հավատքի, թեկուզ ոչ բոլորի մասին է, երբ որ մարդը գալիս է հավատքի, նրա մեջ կա միամտություն, նրա մեջ կա անկեղծություն, նա ընդունում է բոլոր պատվիրանքները, անկեղծ սրտով և մարդը ուզում է, լիժենք մեր առաջի օրերը, ուզում է այդ ամեն ինչ իր սրտի մեջ ապրի, բայց ասում ես վախենում եմ, որ չլինի, որ ինչպես օձը Եվան խաբեց, և ասում է ձեր մտքերը ապականվի, հարց կա, եթե մարդու միտքը ապականվավ, դժվար է մարդուն հետ բերելը, եթե մարդու միտքը ապականվավ, դժվար է հետո կարողանալ այդ մարդուն հետ բերելը, իսկ սատանայի ամբողջ նպատակը, օձի ամբողջ նպատակը նա է եղել, որպեսզի կարողանալ Եվային և Ադամի մեջ մի բան գցել, որը ապականում է մարդու միտքը և դրանից հետո շարժվում առաջ։ Դրա համար շատ մեծ վախ կա Պողոս առաքյալի կյանքում և ասում է, որն է այդ ապականությունը, ինչից է սկսում ապականությունը։ Շարունակեմ խոսքը, բասնզի եթե մեկը գալու ըլա և ուրիշ Հիսուս քարոզե, որ մենք չքարոզեցին, կամ ուրիշ հոգի առնե, որ մենք չառինք, կամ ուրիշ ավետարան, որ մեզ մեջ չեք ընդունած, այնպիսիներն աղեք կհանդուրժեիք։ Ուրեմն ապականությունը սկսում է ուրիշ Հիսուս լսելուց և ուրիշ հոգի առնելուց և ուրիշ ավետարան լսելուց։ Այսօրվա ամենամեծ դժվարությունը նա է, որտեղ մարդը սարքում է ուրիշ Հիսուս, որը մատակարարում է, որը իրան տալիս է իր ցանկությունը։ Մեր ավագ եպիսկոպոսներից մեկը Ցիմերման եղբայրը ինչ էր խոսում։ Ասում էր ինչպես Եսային, Երեմիան և Դանիելը, որոնք խոսացել են և պատրաստել են Աստծո ճանապարհը, այսօր Բենիհինը, Բոնկեն, Դիձայևը և Քենեթագենը նրանք ճանապարհում են հակաքրիստոսի ճանապարհը։
Խարիզմատիկ աշխարհը եւ խարիզմատիկությունը սերմանում է ուրիշ Հիսուս եւ ուրիշ Քրիստոս եւ այն մարդիկ, որոնք այս մտքով գնում են այդ վարդապետությունը լսելու, որտեղ մարդուն միշտ էլ հաճելի է իր ցանկությունը ապրել եւ պաշտել Աստծուն։ Համար այսօրվա ժամանակաշրջանում երևանում է այդ խարդախությունը, որը մտնում է մարդու սիրտ, որը ապականում է մարդու միտքը եւ հնարավոր չի լինում մարդուն փրկելու։ Համար Աստված մեզի որպես Աստծո ժողովուրդ որոշում է մարդուն տանի ճանապարհ, որպեսզի մարդ ունենա Քրիստոսի միտքը եւ այդ միտք ունենալով հասնի այդ կյանքին, հասնի այդ ուրախությանը։ Համար Աստված ինչ է որոշում մարդու համար։ Ես ուզում եմ կարդալ Օվսեա 2:14 համարը։ Անորամարա ես զանիկա պտի իրապուրեն, զանիկա անապատը պտի տանիմ, անոր սրտի պես պտի խոսամ, ասում Աստված։ Համար Աստված իրան եկող մարդուն տանում է անապատ, եւ անապատի ճանապարհ անցկացնելով, որպեսզի մարդուն ցույց տա իր սիրտը։ Երբ որ կարդում ենք մենք Երեմիա մարգարության թուղթ, ինչ է անում Աստված անապատի մեջ։ Գրված է Երեմիայի մարգարության 31-րդ գլուխ 28 համար։ Ինչպես խլելու, փլցնելու, ավիրելու եւ կորսեցնելու ու չարիք հասցնելու համանամոնց վրա հսկեցի։ Աստված անապատի մեջ հսկում է մարդուն, հսկում է ինչի համար, խլելու, փլցնելու, ավիրելու եւ կորսեցնելու եւ չարիք հասցնելու համար։ Սա անում Աստված յուրաքանչյուր են մարդուն, ում որ տանում է ներդուր եւ ներված ճանապարհ, ով որ ուզում է այդ Քրիստոսի միտքը, այդ հաստատուն միտքը, ինչպես եղբայրները խոսում են, ունենա իր սրտի մեջ։ Դժվար է ճանապարհը, ինչպես եղբայրները երեք խոսացին, շատ դժվար է այդ ճանապարհը։ Երբ որ Աստված քո ձեռքից խլում է քո կյանքը, երբ որ Աստված քանդում է քո կյանքը, ես ուզում եմ կարդալ Երեմիա մարգարության 3-րդ գլուխը։ Ես այն մարդն եմ, որ տաղապանք տեսա նոր բարկության գավազանով, զիս տարավ խավարի մեջ եւ ոչ թե լույսի մեջ։ Երեմիան մարգարե լինելով խոսում է այն ճանապարհի մասին, որտեղով Աստված իրան տարել է։ Նա տարել է իրան խավարի մեջ եւ ոչ թե լույսի մեջ։ Նա չի տարել ուրախանալու, ցնծալու, ինչ որ բաներով, նա տարել է խավարի մեջ։ Այսպես Աստված գործում։ Եթե մեր կյանքում մենք տեսնում ենք խավար կա, եթե մենք տեսնում ենք ինչ որ խնդիրները, դժվարությունները ավելի են բորբոքվում, Աստված հսկում է մեր ճանապարհը, մեր ձեռքից խլելու մեր կյանքը, մեր պատկերացումները, մեր ուրիշ Հիսուս, մարդը կարիք ունի ուրիշ Հիսուսի, մարդը կարիք ունի, որպեսզի նա կարողանա ապրել իր ցանկությունը։ Դրա համար երբ որ օձը խաբեց Եվային, ինչ բերեց Եվային եւ Ադամին, ասեց իրավ Աստված ասել է, որ ծառերից շուտեք։ Միշտ էլ այսպես է սատանան գործում, երկրորդը բերելով մեջտեղ։ Եվ որ Պողոս առաքյալը գրում էր, ասում էր, եթե մեկը երկնքից անգամ հրեշտակ գա, եւ ուրիշ Հիսուս ավետարան է ձեզի, որ մենք չենք քարոզած, նա նզովյալ լինի։ Այն ավետարանը, որ մենք ենք քարոզել, Պողոս առաքյալը այդպես է գրում, մենք քարոզած ավետարանի համաձայն, եթե մեկ անգամ հրեշտակ գա, այսինքն երկրորդ չկա, մարդը միշտ երկրորդ տարբերակի կարիք է ունենում, որը ապահովում է իր ցանկությունը, իր կյանքես աշխարհի մեջ, բայց Պողոս առաքյալը ասում է նզովված լինի, համար Աստված Երեմիային տանում է ճանապարհ, տանում անգամ պատկերացրեք ինչ խորը տառապանք ապրում Երեմիան, որտեղ ասում է նա գցել է ինձ իր փոսի մեջ, սա գրված է 3-րդ գլխի մեջ, ասում է ինձ գցել է փոսի մեջ, իմ շուրջս պատնեշով քարերով շարել է, իմ ոտքերս ծանրացրել է, ուստի չեմ կարող դուրս գալ այդտեղից, անգամ իմ աղաղակած ու կանչած ատենս, անիկայի աղոթքս մերժեց, Աստված այսպես է գործում, Երանեն մարդը, որը այստեղ է գտնվում, Երանեն մարդը, որ սուրբ գրքի հետ կապ ունի, որ կարողանաս տեսնես քո բոլոր ճանապարհների մեջ, ոնց է Աստված քանդում քո կյանքը, Աստված այսպես ավիրել է Երեմիայի կյանքը, եւ ինչ ասում Երեմիան, զիս դառնությունով կշտացուց ու Եվոշի դրով գինովցուց, նաեւ ակրանները սխիճով կոտրտեց,
զիս մոխիրով ծածկեց, գրում է Երեմիան, այսպես իմ հոգիս խաղությունը հեռացավ, բարիքը մոռացա, ուսի կորսվեցավ իմ զորությունս եւ իմ ակնկալությունս Տիրոջից, կորսվեցավ այն ինչ որ ակնկալում է, այն ինչ որ գիտե Աստծո մասին, այն ինչ որ պատկերացնում է, մարդը պատկերացնելով է, պատկերացնում է եւ շինում է իր համար նոր ավետարան, որպեսզի չստացվի մի նոր ավետարան գծել, կամ մի նոր Հիսուս կառուցել, Աստված տանում է քանդելու մարդուն, եւ որ կարդում ենք 90 Սաղմոս մեջ ինչ ասում, ասում է մարդը փոշի ես դարձնում, Աստված զբաղված է մարդուն փոշի դարձնելով, նրա համար երբ որ Հոբը գրում է իր թղթերի մեջ, Հոբի թղթի մեջ կարդում ենք ասում է նա իմ օձիքիցս բռնել է, ասում է շունչս կտրվում է, բայց ինչ ասում Երիան, ասում է Հոբ, ուզում եմ որ մինչև վերջ փորձվես, եւ ինչ ասում Եգիուսը, ասում է թեև ասում ես նրան չես տեսնում, բայց քո հացը նրա առաջ է, նրան հուսա, այս ճանապարհի մեջ մարդը չի կորսվում, հնարավոր չի, որովհետև Աստված այնտեղ հսկում է մարդուն, այնտեղ հսկում է մինչև վերջ ջնջելու մարդուն, դրա համար ես շարունակեմ կարդամ Երեմիայի կյանքում, շատ ժամանակ մարդիկ ասում են, որ եկեղեցին եղբայրությունը շատ խիստ է վարվում, շատ խիստ է խոսում, բայց Աստված ավելի խիստ է վարվել Երեմիայի հետ, եւ այդ խստության մեջ երևում է Երեմիայի ներսը ինչ է կառուցվում, հիշեի տառապանքս ու դժվարությունս, օշինդերս ու դառնությունս, իմ հոգիս միշտ ասոն կհիշե ու իմ ներսիդից կնվաստանա, մարդը ստեղ է վատը զգում, որ նսեմ անում է, երբ որ կարդում ենք Հռոմեացի 7-րդ գլխի մեջ, երբ որ Պողոս առաքյալը գրում է իր տառապանքի մասին, իր մեղքի մասին, ինչ է հասկանում, Պողոս առաքյալը մի բան է կառուցվում, մենք ավաղտացում ենք, ինչի այսպես դժվար, ինչի Աստված մեղքը մի անգամից չի վերցնում, բայց ինչ անում Աստված այս ճանապարհի մեջ, Պողոս առաքյալը գրում է, որ ուրեմն իմ ներսս բարի բան չի բնակվում, որովհետև կամեցողություն կա քովս, բայց բարի գործ դնել չեմ կարողանում։ Պողոս առաքյալը մի բան է հասկանում եւ իր ներսը Աստված մի բան է կառուցում, որ մինչև իր կյանքի վերջը նա չի մոռանում։ Նրա ներսը կառուցում է մի բան, որ իր ներսը ոչ մի բարի բան չկա։ Աստված օրենքն է հոգևոր, բայց այս բառնավոր է։ Նրա ներսը մի բան է կառուցվում, որտեղ մինչև կյանքի վերջը նա գրում է, որ ինքը վիժված կա, որ ինքը մեղավորների գլուխն է, որ ինքը հավաքյալների հետինն է։ Ամեն մեկի կյանքում, որի կյանքում Աստված այլաճանապարհ եւ ավիրել է իր կյանքը, այդ մարդիկ մինչև կյանքի վերջ սիրում են խոնարհվել, այդ մարդիկ մինչև կյանքի վերջը հասկանում են, որ իրաց ներսը ոչ մի բարի բան չկա։ Պողոս առաքյալը գրում ասում է, ինչ որ եմ անոր շնորհքով եմ, եւ անոր շնորհքի վրա սպառ բան չեղավ։ Դրա համար նայեք ինչ ասում, իմ հոգիս միշտ հիշեց անոնք, ու իմ ներսիդից կնվաստանամ, ասիկա միտքս կբերեմ, անոր համար հույս կունենամ։ Երևում է Երեմիայի կյանքում հույս, երևում է ոնց է հույսը աշխատում, երևում է ոնց Աստված քանդելով նրա ներսը շինում մի այնպիսի հույս, որտեղ գրում է Տիրոջ ողորմությունով չհատանք, վասնզի անոնք գթությունը չպակսեցավ, անոնք ամեն ատու կնորոգվեն, քո ճշմարտությունը մեծ է։ Եվ մեկ ոնց Աստված ավիրում, որտեղ Երեմիան տեսնում Աստծո ողորմությունը, որտեղ տեսնում Աստծո շնորհքը, որտեղ տեսնում Աստծո ճշմարտությունը, որտեղ Աստված նրան շինում է, ասում է ինչպես անոնց վրա հսկեցի, քանդելու, ավիրելու, խլելու, փրկելու եւ չարիք հասցնելու, այնպես նաեւ շինելու եւ տնկելու։ Եթե բժիշկը զբաղված է հիվանդով եւ այնտեղ դատարում է վիրահատություն, կարող է մենք կողքից նայենք, մեր սիրտն էլ թուլանա, տեսնենք արյուն կտրված, բայց այդ ամբողջ ընթացքը հսկում է բժիշկը եւ ամբողջ նպատակը բժիշկի նրան ախտահանելն է, նրա մեջ եղած խնդրից նրան ազատելն է։ Կարող է շատ, մենք շատ ապրումներ ենք ունենում, հասնում ենք միշտ մինչև մահվան շուքի ծորը,
որտեղ մեզի պատում է սարսափը, որտեղ տեսնում ես արդեն հույսը կտրվել է, բայց ինչ ասում ով ասում է, քո հարցը նրա առաջ է, թե ասում ես նրան չես տեսնում, կամ նրան պահվել է, նրա պահվելու մեջ օգուտ կա, նրա պահվելու մեջ քանդվում է մեր պատկերացումները, մեր բոլոր հավատքները, մեր բոլոր մարդկային էմոցիաները, զգացողություններն ու զորությունները, նա մինչև վերջ քանդում է մեր կյանքը, որպեսզի նրա ճշմարտությունը դառնա մեր հոգու աշխարհի մեջ։ Դրա համար երբ որ կարդում ենք երկրորդ թուղթը, երբ որ այդ սիրեկանը կորցրել էր հելել ման գալու, երբ որ երբ մտցնում ասում է ձեզ եք երբ մտցնեմ, երբ որ նրան գտնեք ասեք, որ ես իրա սիրով նվաղում եմ, բայց մի քիչ առաջ նա մտել էր իր ներքին սենյակը, դուռը գոցել էր, անգամ պառկել էր, երբ որ դուռը ծեծում է իր սիրեկանը, ասում է հիմա ինչպես հելնեմ դուռը բացեմ, որովհետև արդեն իմ անկողինի մեջ եմ, եւ ասում է երբ որ սիրեկանս ասում է իր ձեռքը մտցրեց եւ իմ ներսս գալարվեց եւ հելա դուռը բացեցի եւ տեսա իմ սիրեկանս քաշվել ու գացել էր։ Գիտեք ինչ մեր կյանքում շատ արժեքներ կան, որոնք նրա բացակայությունից հետո երևում է մարդը արդյոք ինչ է ուզում։ Երբ որ երբ մտնում ասում է երբ որ իրան գտնեք եւ ասեք որ ես իրա սիրով նվագում եմ, ասում են ինչի ես այդպես երբ մտնում։ Քո սիրեկանը դու իր սիրեկաններին ինչ տարբերություն ունի։ Ասում է իմ սիրեկանս սպիտակ ու կարմիր հագած է եւ ինքը ամբողջովին ցանկալի է։ Նա ընկնում է եւ սկսում է գնահատել, երբ որ Աստված իր երեսը ծածկում է, երբ որ մենք հայտնվում ենք շատ ծանր վիճակների մեջ, մեր համար ամեն բան, ամեն արժեք, մենք աղբ ենք համարում, որ գտնենք իրան։ Դրա համար Աստված այսպես է տանում, եթե մեր ներսը կա այսպիսի վիճակներ, մենք կարողանանք տեսնել եւ թող մեր հավատքը զորանա, որովհետեւ հարցը մենակ մեղքի հարցը լուծվելը չի։ Մենք միշտ մտածում ենք, թե ինչպես ոնց անենք, հանկարծ նորից չհայտնվենք այդ մեղքի մեջ, բայց Աստված մի այնպիսի հավիտենական գործ է կատարում, որտեղ ես սիրեմ իրան իմ ամբողջ հոգովս, ես սիրեմ պաշտեմ նրան իմ ամբողջ սրտովս, որտեղ շատ ժամանակ մարդը մտածում է, թե ոնց անի, այդ նոր գինին տեղավորի տիկի մեջ, բայց երբեք չի քննարկում, արդյոք տիկը նոր է թե ոչ, որովհետև եթե տիկը տեղավորեցի մտածելով, թե գինին տեղավորես կամաց տիկը կփոխվի, բայց Աստված ուրիշ բան ասում, ասում նոր գինին որ տեղավորեցի հին տիկի մեջ, նա անպայման պատրվում է եւ գինին թափվում է, հնարավոր չի, ասում տիկը նոր արեք, դրա համար Աստված տանում է ճանապարհ մարդուն նոր մարդ սարքելու, ասում եթե Քրիստոս ձեր մեջ է, արմարմինը մեռած է մեղքի համար, եթե Քրիստոսը ձեր մեջ է, ուրեմն պետք է բացահայտվի մարդը նոր է եղել, ուրեմն նոր տիկի մեջ նոր գինի է տեղավորվում, դրա համար Աստված տարել այսպիսի ճանապարհ, տարել է Դավիթին, տարել է Հոբին, տարել է Երեմիային, ես ուզում եմ կարդալ 38 Սաղմոսից ինչ ասում, բազմոզի քո ներները իմ ներսից մխվեցան, եւ քո ձեռքդ իմ վրա քչնշել, իմ մարմնից մեջ առողջություն չկա քո բարկությանը երեսեն, ու ոսկորից մեջ հանգստություն չկա իմ մեղքից պատճառով, բազմոզի անություններս դրխես վեր բարձրացան, ծանր բերին պես իմ վրա ծալացան, բերքերս հոտեցան ու փտեցան իմ հիմարությանս պատճառով, նվաստացա ու խիստ ցածա, ամեն օր տրտում կպտտին, բազմոզի աղիքները ջերմությունով դեսվեցան, եւ ինչ ասում ու մարմնից մեջ առողջություն չկա, տկարացա ու խիստ ճնշվեցա, սրտիս հետություն եմ մլնջեցի, ով Տեր, իմ ամեն բաղձանքս քո առջևդ է, ու իմ հետությունս քեզ մեջ ծածկվեցավ, գրում է 38 Սաղմոսից, դրա համար Աստված այսպիսի ճանապարհ է որոշել, Պողոս առաքյալը այդտեղ է տեսնում իր խեղճությունը, ասում է ով կարող է ինձ ազատել, Երեմիան տեսնում է իր նվաստությունը եւ խեղճությունը, այս պատերազմի մեջ մարդը տեսնում, որ ինքը խղճալի է, այս պատերազմի մեջ մարդը տեսնում, որ ինքը բոլորովին ոչինչ է, նրա մեջ ոչ մի բարի բան չկա, եւ մեղքը ոնց որ որոշում է այդպես անում իր հետ, մարդը այդտեղ է ամբողջովին նվաստանում եւ ոչնչանում, Աստված այդպես քանդում ու ավիրում է,
որպեսի նաև շինի ու տնկի։ Դրա համար ամեն Քրիստոսի միտք ունեցող մարդը ունենում այնպիսի կյանք, որտեղ նա հաղորդ աստվածային կյանքին և աստվածային բնությանը։ Դրա համար ինչպես գրված է, մենք շատ ժամանակ այս համարները գիտենք, կարդում ենք, բայց ինչ է գրում։ Ամեն մարդ, որ Քրիստոսի կյանքին և սիրուն հաղորդ է, դրա մեջ այսպիսի կյանք կա։ Սերը երկայնամիտ է, գրված է Առաջին Կորինթացիս 13:4-ում։ Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանար, չի պարտանար, անվայել վարմունք չունենալ, իրենը չի փնտրել, բարկության չի գրգռի, չարություն չի խորիր, անիրավության վրա չի խնդար, հապա ճշմարտության խնդակից կլա, ամեն բանի կզիջանի, ամեն բանի կհավատա, ամեն բանի կսուսա, ամեն բանի կհամբերեր, սերը բնավ չի մնար, նա չի ընկնում, նա ունի այսպիսի արտահայտություն, Քրիստոսի միտք ունեցող մարդը այսպիսի կյանք ապրում։ Եվ ուզում եմ մի համարել հիշացնեմ, ինչ է գրում, երբ որ կարդում ենք մենք Հռոմեացիս 13:10, սերը ընկերոջը գեշություն չի ուներ, ուրեմն օրենքի լրումը սերն է։ Ինչ է նշանակում օրենքի լրումը սերն է։ Ուրեմն սիրել կնշանակե Աստծո օրենքը լման գործադրել։ Դրա համար երբ որ կարդում ենք մենք Եբրայեցիս 10:16 կամ 8:10 ինչ է գրում, ասում է ես պետք է իմ օրենքներս նրանց սրտի մեջ պետք է դնեմ եւ նրանց մտքի մեջ պետք է գրեմ իմ օրենքներս։ Եվ երբ որ կարդում ենք Եզեկիելի 36:25-27 համարները, որտեղ գրում է մաքուր ջուր պետք է սրսկեմ, պետք է մաքրվեք, ձեզ նոր սիրտ պետք է տամ, ձեր մեջ իմ հոգին պետք է դնեմ, եւ դուք իմ օրենքներիս մեջ պետք է քայլեք, եւ իմ կանոններս պետք է գործադրեք։ Ամենամեծ հրաշքը սա է, որտեղ ինչ արեց Աստված մարդու կյանքում, որտեղ Աստծո օրենքը կատարվում է մարդու հոգու աշխարհի մեջ։ Դա համար Պողոս առաքյալը այդ պատերազմից հետո, երբ որ գրում է 8-րդ գլուխը, ինչ է գրում նա, գրելով 8-րդ գլուխ, կարդամ այդ համարը եւ վերջացնեմ, որպեսզի երրորդ համարից կարդամ, բացնզի այն որ օրենքի համար անկարելի էր, որտեղ տկար էր մարմնով, Աստված իր որդին ղրկելով մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքը մեղքի համար եւ դատապարտեց մեղքը այն մարմնի մեջ, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի իմ մեջ, որտեղ ես պետք է քայլեմ, որտեղ ես պետք է սիրեմ իմ Աստծուն, իմ ամբողջ սրտով, իմ ամբողջ հոգով, երկրորդ տարբերակ չկա, երկրորդը չկա, մարդու կյանքում պետք է ստացվի Աստծո օրենքը գործադրել իր կյանքում եւ սա անով Աստվածը։ Համար մենք եկել ենք խոնավելու այս գործի առաջ։ Եթե այսօր դժվարությունն է, խնդիրը, եթե մեղքը ճնշում է, եթե մարդը պարտված է, Աստված հսկում է մինչև վերջ այս գործը կատարելու, որպեսզի տնկելու եւ շինելու, որպեսզի երևա այն սրբությունը, որ Աստված արել է մեր մեջ։ Համար եկեղեցին, երբ որ կկանգնի Աստծո առաջ, ասում նա բիծ ու արատ պետք է չունենա, հապա սուրբ ու անբիծ պետք է լինի։ Բայց ինչ անում Աստված մեր մեջ, որտեղ մարդը սիրում է Աստծուն եւ ուզում է Աստծո հետ ապրի, եւ նրա ներսը ոչ մի բիծ ու արատ չկա, հապա սուրբ ու կատարյալ է։ Երեք կարդացին այդ համարը, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի, ամեն բարի գործերու համար պատրաստված, ուրեմն հնարավոր է, ժողովուրդ ջան, ունենանք այս հավատքը եւ այս հավատքով լցվենք եւ գանք աղոթքի ամեն։